Բարի լույս սիրելիներս։ Տեր Հայր, մենք ենք ապաշխարում, թե Սուրբ Հոգին է մեզ տանում ապաշխարության։ Մեզ համար պետք է հստակ լինի սիրելիներս, որ միայն Սուրբ Հոգին կարող է մարդուն առաջնորդել ապաշխարության, որովհետև Սուրբ Հոգին գիտի, թե մենք ինչ կյանքով ենք ապրում եւ ինչ պետք է անի, որպեսզի մենք փրկվենք։ Եվ Սուրբ Հոգին է, որ ապաշխարության մեջ այնպես է անում, որ մենք մեր մեղքերի համար արցունք թափենք։ Իսկ առանց արցունքի ինտերակցիան ապաշխարությունը չի կարող ընդունել լինել։ Ինչու ենք մենք ասում, որ Սուրբ Հոգին է առաջնորդում, որովհետև Սուրբ Հոգին ինքն է մեր մեջ արթնացնում մեղքի գիտակցությունը։ Առանց Սուրբ Հոգու միջամտության մենք երբեք չենք կարող հասկանալ, թե մենք ինչ մեղքեր ենք գործում, ինչ մեղավոր կյանքով ենք ապրում, ինչու է մեղքի պատճառով մեր հոգին տգեղ դարձել եւ վերջապես ինչ դատապարտություն է սպասում մարդուն, ով իր ամբողջ կյանքը մեղքերի մեջ է ապրում։ Այս ամենը ցույց տալուց հետո Սուրբ Հոգուն մարդու մեջ գիտակցություն է առաջացնում, որ պետք է փոխել քո կյանքը եւ մեզ առաջնում է դեպի Հիսուս Քրիստոս, մեր քավիչը, ով իր կյանքի գնով իր արյամբ մեր մեղքերը մաքրեց եւ մեզ նոր մարդ դարձրեց։ Եթե մենք սովորական ինչ-որ դեպքերի համար արցունք ենք թափում, սա դեռ չի նշանակում մենք ապաշխարության մեջ ենք։ Մենք կարող ենք հարազատի կորստյան համար լացել կամ մի սխալ գործենք, գիտակցենք, հետո լացնենք, թե ինչու մենք այդ սխալը գործեցինք։ Սա մեղքերի ապաշխարություն չէ, որովհետև մարդը արցունք պետք է թափի միայն Հիսուսին վիրավորելու համար։ Երբ որ դու հասկանում ես, որ դու քո մեղքի պատճառով Հիսուսին ցավ ես պատճառել, նրա ձեռքի մեջ մեկ հատ մեղ ես ավելացրել, մերժել ես նրա փրկությունը, անարգել ես, զինվորների պես, հրեաների պես թքել ես, անպատվել ես նրա վրա քո մեղքով եւ այդ դրա համար լաց ես լինում, սա իրական արցունքը, որ քո ապաշխարությունը արժևորում է։ Թե չէ ամեն արցունք չէ, որ կարող է քեզ բերել ապաշխարության։ Եվ այս արցունքը տեսանելի արցունքը չէ, այն ցուրտ ցավն է, այն սրտի կծկիցն է, որով դու Հիսուսին վիրավորել ես եւ հիմա ուզում ես Հիսուսին ուրախացնել քո կյանքով, քո կյանքի փոփոխությամբ եւ նոր մարդ դառնալով։ Դրա համար է առաքյալն ասում, այսօր է փրկության օր, այսինքն այս պահին, որ դու զղջացիր, հասկացար, լաց եղար քո ցավի համար եւ քո սпасելիք այդ հոգու տգեղություն ուզում ես փոխել գեղեցիկ հարց դարձնել Քրիստոս փեսային ընծայելու համար, այդ ժամանակ քո ապաշխարությունը կլինի իրական եւ Տերը քո արցունքը ապաշխարություն կհամարի եւ քեզ կշնորհի հավիտենական կյանք։